Ուկրաինայի Պոկրովսկ քաղաքի ուղղությամբ կատաղի մարտեր են Կիևից հայտնել են, որ ուկրաինական ուժերն առաջ խաղացում ունեն, հաջողվել է լրացուցիչ ուժեր ներգրավել ռուսական զորքերի դեմ շարունակվող գործողություններում։ Մինչ այդ Մոսկվայից նշել են, որ Պոկրովսկի մեծ մասն անցել է ռուսական վերահսկողության տակ։ Ըստ ուկրաինական կողմի ռուսական զորքերը հարվածել են նաև Դնեպրոպետրովսկի շրջանին, կա առնվազն 1 զոհ եւ 8 վիրավոր, այդ թվում երեխաներ։ Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, զոհեր կան Լվովի շրջանում։ Ռուսաստանի ՊՆՆ-ն հայտնում է գիշերը ուկրաինական 85 անօդաչու թռչող սարք խոցելու մասին, թիրախում են եղել Վորոնեժի, Նիժնի Նովգորոդի, Բելգորոդի, Վոլգոգրադի եւ այլ մարզեր, ինչպես նաեւ Բաշկորտոստանի Հանրապետությունը։ Տեղեկություններ կան, որ նավթային օբյեկտներ են վնասվել։ Սիրիայում քաղաքացիական պատերազմն ավարտվել է, ուստի Գերմանիայում ապաստան ստացած սիրիացի փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենիք, հայտարարել է Գերմանիայի կանցլերը։ Այժմ ապաստան տրամադրելու հիմքեր այլևս չկան, ուստի կարող ենք սկսել արտաքսումները, հավելել է Ֆրիդրիխ Մերցը։ Պաշտոնյան հույս է հայտնել, որ սիրիացիների մեծ մասը կամավոր կվերադառնա Սիրիա եւ կնպաստի երկրի վերականգնմանը։ Նա հավելել է, որ Բեռլինը եւս դերակատարում կունենա այդ հարցում։ Գերմանական ԶԼՄ-ները գրում են, որ Մերցի հայտարարությունները հակասում են Գերմանիայի արտգործնախարարի խոսքերին, որը հոկտեմբերի վերջին Դամասկոս կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիայում բնակվող սիրիացի փախստականները հավանաբար մոտ ապագայում չեն վերադառնա ավերված Սիրիա։ Այնուհանդերձ ըստ լրատվականների Գերմանիայի կանցլերը հրավիրել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարային Բեռլին քննարկելու տարբեր հանցագործություններ կատարելու համար մեղադրվող սիրիացիների հարցը, որոնց Գերմանիայի իշխանությունը մտադիր է արտաքսել հանրապետության տարածքից։ Պաշտոնական տվյալով օգոստոսի վերջի դրությամբ Գերմանիայում գտնվել է ավելի քան 950,000 սիրիացի։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ երկրում զանգվածային ցույցերի ֆոնին պատրաստ են խորհրդարանի արտահերտ ընտրություն անցկացնել, քանի որ հարգում են ցուցարարների պահանջները։ Հազարավոր քաղաքացիներ անցած տարվանից պահանջել են հետաքննել Նովի Սադ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ երկաթուղային կայարանի ծածկի փլուզման հետևանքով 15 մարդ էր զոհվել։ Ցուցարարները ընդդիմադիր կուսակցությունները ողբերգության համար մեղադրում են Ալեքսանդր Վուչիչին, նշելով, որ նրա թիմն ի վիճակի չէ կառավարել երկիրը եւ պայքարել կոռուպցիայի դեմ։ Ակցիայի մասնակիցները պահանջել են նախագահի հրաժարականը։ Այնուհանդերձ Վուչիչն ընտրության հստակ ամսաթիվ չի նշել։ Նոյեմբերի 1-ի տվյալով Նովի Սադ քաղաքում կայարանի ողբերգության տարելիցին նվիրված միջոցառմանը ներկայ է եղել շուրջ 39,000 մարդ։ Հաղորդվում է, որ Սերբիայի նախագահի հակառակորդների եւ կողմնակիցների միջև բախումներ են եղել։ Չինաստանի նախագահը Պեկինում ընդունել է Ռուսաստանի վարչապետին, ըստ պաշտոնական հաղորդագրության Սի Ցինփինը եւ Միխայիլ Միշուստինը քննարկել են երկկողմ հարաբերությունները, գոհունակություն հայտնել, որ դրանք զարգանում եւ ընդլայնվում են չնայած արտաքին աշխարհի անկայունությանը։ Նշվում է, որ պաշտոնյաներն ընդգծել են համաշխարհային խաղաղությանը նպաստելու կարեւորությունը։ Անդրադարձ է եղել առաջիկա համատեղ նախագծերին, շփումների խորացմանն էներգետիկայի, հաղորդակցությունների, գյուղատնտեսության, արհեստական բանականության, ավիացիայի, տիեզերքի եւ այլ ոլորտներում։ Միշուստինը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը եւ Չինաստանը պետք է շարունակեն բարենպաստ պայմաններ ստեղծել փոխադարձ ներդրումներ ներգրավելու համար։ Հանդիպման ավարտին Մոսկվայի եւ Պեկինի միջև տարբեր բնագավառներում գործակցության զարգացման 15 փաստաթուղթ է ստորագրվել։ Դիանա Գասպարյան, լուրեր։